սա արդեն իրականություն է, իրականություն, որի մասին չէի կարող երազել, երբ որ ապրում էի Արմավիրի Մարս գյուղ Լենողիում։ Ապրելը որն է։ Յոլլա է գնում։ Իսկ եթե ուզում եք իմանալ թե ես ինչպես է յոլլա գնում Արմավիրի Մարս գյուղ Լենողիում, առաջարկում եմ միասին տեղափոխվենք մտովի Արմավիրի Մարս գյուղ Լենողի։ Մեր գյուղը այն լոռու ձորում չէր, որ հանդիպակաց, ժայռերը խորունկ, նոթերը կիտած, դեմ ու դեմ կանգնած անդարդ ու անպարտ հայացքով իրար նայում են անթարթ։ Դա Մեծն Թումանյանի հայրենիքներ։ Մեր գյուղը այն Արարատյան դաշտավայրումը, ուր բերքը խաղողի, գյուղացին մթերում հանձնում է համարյա առանց փողի, բայց եթե մի օր մարիխուանան օրինականացվի, հոկտեմբերանցի կապրեն առանց դարդ ու ցավի։ Ասում են Լենինն է անցել մեր գյուղով առանց փողի, դրա համար էլ կոչվել է այն Լենինյան ուղի։ Այսքանը լսեցիք։ Ուզում եմ ասել, որ այսօր այս տեսակ տափակ հումորներ էլ չի հնչելու։ Այո, գաղտնիք չէ, որ ես ծնվել, մեծացել եւ ավտովթարի եմ ենթարկվել Արմավիրի Մարս գյուղ Լենողիում։ Իրականում ես շատ եմ սիրում մեր գյուղը, որովհետեւ պարզ են, մաքուր են, անկեղծ են։ Մինչև Facebook-ի եւ մնացած սոցցանցերի ի հայտ գալը, աշխարհի անցուդարձը քննարկում էր մեր գյուղի Wi-Fi-ի ծառի մոտ։ Այդ ես հիմա եմ անունադրել Wi-Fi-ի ծառ։ Այդ գեղամեջն էր։ Գեղամեջ։ Հավաքվում էին մեր գյուղի մեծերը, պատմեն իրենց գյուղերից, իրենց անցյալից, բամբասում են իրենց հարցներից։ Մենք այդ գյուղի երեխաներով անցնում, դες նստում ենք ու շատ լսում ենք, որովհետև այն ժամանակ ճիշտ մարդկանց ճիշտ խոսքերը մենք լսում ենք գեղամեջից։ Մի քանի դեպք եմ ուզում պատմել մեր գյուղի իրական կյանքի մասին։ Գյուղում մի հատ հոռոմ տատի ունենք, Ուրեմն հոռոմ տատին գիտեք որ տատիներից էր ժողովուրդն որ 1.20 բոյն էր լինում ու ամառ ձմեռ լաչակներով փաթաթված, այն որ այնքան էր փաթաթում դեմքը դառնում էր այսքան։ Հոռոմ տատին միշտ այս դիրքով էր։ Ու հոռոմ տատին միշտ վախենալու երգեր երգում համենայն դեպս այն ժամանակ մենք երեխաներով այդ երգերը լսելուց վախենում ենք։ Գիտեք որ երգերն են, որ մի խոսքով հարսին ինչ ուզում էր ասել, ֆրիստայլ էս երգի մեջ խցկում էր գնում էր։ Գյուղի զուկաների մասին տեղյակ եք։ Հոռոմ տատին գյուղում զուկանում նստում էր սենց։ Ուրեմն մի օր ընկերոջս տանը գործ ենք անում, հասկացաք որ հոռոմ տատին ընկերոջս տատինը։ Ընկերոջս տանը գործ ենք անում, հոռոմ տատին վառարանի մոտ նստած էլի էտիա վախենալու երգերն էր երգում, թաղեմ հարսին։ Ես ու ընկերս գործ ենք անում իրար այդ խոհանոցում, ուրեմն եկել հոռոմ տատին այդ երգելու ընթացքում ձենը կտրվեց ու սկսեց շատ բարձր բղավել. Հիսուս, Հիսուս, կյանքս առ պրծնեմ, Հիսուս, Հիսուս, կյանքս առ, Հիսուս, կյանքս առ մեռնեմ պրծնեմ, այնքան գոռաց Հիսուս, Հիսուս, որ ընկերս խոհանոցից գոռաց դու ինչ։ Մեկ էլ մի երկու վայրկյան լռությունից հետո հոռոմ տատին Հիսուս։ Ուրեմն գյուղում մի հատ աղջիկա բռնաբարում են։ Գործը գնում հասնում է դատարան։ Դե դատավորը չի ուզում այդ գործը քննի, որովհետև կամ երևի կաշառկա վերցրած դինում, կամ երևի տղան ծանոթ դինում, մի խոսքով, այսօր եկուց, անընդհատ ձգձգվում է, վերջապես աղջիկա կողմը պարտադրում է ու կայանում է դատը։ Դատի օրը աղջիկը դեռ գլուխը կախ, ամաչկոտ, այս դատավորը մտքերի մեջ, թե այս խնդրին ինչ լուծում տա, մտածում, եկել այս աղջիկան ասում, աղջիկ ջան, հլա արի։ Այս աղջիկը գալիս է, թելը տալիս է աղջկան, ասեղը պահում է մոտ, ասում է հլը թելի։ Այս աղջիկը որ բերում է թելի, դատավորը բերում է այս կողմ։ Այս աղջիկը որ բերում է թելի, դատավորը բերում է այս կողմ։ Հետո տանում է հեն կողմ, այն աղջիկը տանում է հեն կողմ։ Բերում է այս կողմ, այս աղջիկը բերում է այս կողմ, ասում է դե մցրա։ Ես ասում պարոն դատավոր, փախցնում եք, ասում դու էլ փախցնեիր։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ինչպես արդեն հասկացաք, հրաշալի վայր, հրաշալի մարդիկ, բայց դե ինձ փող էր պետք աշխատել եւ ես որոշեցի արտագաղթել Թամանյանի կողմից նախագծած, բայց հաջորդ համարյա բոլոր ճարտարապետների կողմից խզբզած մայրաքաղաք Երևան։ Ամբողջ գյուղով հավաքվել էին ինչ ճանապարհում էին։ Ռաֆո ջան, մեր տեղը գազով կոլակ խմես, Ռաֆո ջան, մեր տեղը ասֆալտով կքայլես, Ռաֆո ջան, մեր տեղը բարձրակ շենքերին կնայես։ Մի խոսքով եկա հասա քաղաք եւ որոշեցի իրականացնեմ իմ եւ մեր ամբողջ գյուղի վաղեմի երազանքը։ Մտնեմ ինչ որ բար, ինչ որ բան խմեմ։ Դե արդեն քաղաքից եմ, չէ՞։ Մտաբար մատուցողին մոտեցավ, ես բարև ձեզ, ինքը բարև ձեզ, մատուցողին ինչ եք ամենում, ես, թեյ, տակ թե սառը։
իմ ամբողջ գիտակցական կյանքում ես իմացել էի, որ թեյը լինում է միայն տաք։ Ոնց է տաք ուսար, ես աղջիկ ինչ է ուզում ինձանից։ Կարող է գնա մի հատ էլ երասած մառոժնի բերի։ Կարող ասեմ, լավ, ես թեյ չեմ ուզում, ես կաթ եմ ուզում, ասի կաթը տաք թե մայրական։ Մտածեցի հումոր անում, ասի ես էլ հումորով պատասխանեմ, ասի սառը։ Հրու բերեց։ Ու ես այդ օրը հասկացա, որ սառը թեյը դա էփածում սառեցրած թեյը չի։ Ու իմ մոտ այնպիսի ոգևորություն առաջացավ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների նկատմամբ, որ ես որոշեցի ընդունեմ հենց այդ բառ որպես մատուցող աշխատանքի։ Ուրեմն առաջին աշխատանքային օրն էր, ես ոգևորված, սափրված, ավելի շատ ոգևորված, քան սափրված գնացի աշխատանքի։ Ներս մտավ մի սփյուռքայի պապի, ֆոտոապարատ էսպես վզին գցած, ջրի կիսաչիչն էլ ձեռը, մտավ ու ասեց՝ «Գներես հաջիս որտե գնամ ջուր թափեմ», ասի տվեք ես կտանեմ կթափեմ, պապի ջան։ Լուրջ։ Դե մտածեցի ձեռի ջուրը տակացել է, ուզում է դատարկ նորը լցնի։ Մեկ է նայեց ինձ, ժպտաց ասեց Գներես հաջիս, չեմ գնա իմ սրվագը քեզի դամ, իմ սրվագը միայն գնոջս կվստահեմ։ Արա ջուր թափել եսի զուգարան էր ուզում արա, ես էլ ասում եմ տուր ես կտանեմ կթափեմ, որովհետև իրոք այդ ժամանակ իմ պատահած առաջին սփյուռքահայրն էր ժողովուրդ ջան, այդ թվերին մեր գյուղի միակ սփյուռքահայը ես էի։ Ու այդտեղ ժողովուրդ ջան, իրոք ես հասկացա, որ չէ Ռաֆո ջան, մի օր կամ երկու օր կամ ընդհանրապես մեկ ամիս Երևանում ապրելով, միևնույնն է, դու աղբերս երևանցի չես դառնում։ Ռաֆայել Երանոսյանի Փահլևանը Լոս Անջելեսում